Նորից փառք Աստծուն, շնորհակալ ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Իր ժողովուրդն ենք եւ իր ներկայության մեջ ենք։ Սա մեծ փառք է, օրհնություն է, հաջողություն է, որ մենք ունենք։ Խոսքը, որ այսօր պիտի ներկայացնեմ, այսպես են վերնագրել ինքն իրեն աճող սերմը։ Նախ կուզեմ կարդամ Գաղատացիների նամակից 6-րդ գլխի 8 եւ 9 համարները, ավելի ճիշտ 7-ից կարդամ։ Ասում է՝ մի խաբվեք, Աստված չի ծաղրվի, որովհետև ինչ որ մարդը սերման է, այն էլ կհնձե։ Իր մարմնի մեջ սերմանողը մարմնից ապականություն կհնձե եւ հոգու մեջ սերմանողը հոգուց հավիտենական կյանք կհնձե։ Եվ չձանձրանաք բարին գործելուց, որտև իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Ներկայացվեց հետևյալ իրականությունը, որ մենք ծանոթ ենք ընդհանրապես ինչ-որ մասով, ասենք, բնական որպես երևույթ ծանոթ ենք, բայց հոգևոր երևույթ գուցե չգիտենք կամ տեղեկացնում է Սուրբ Գիրքը։ Մենք գիտենք, կան սերմեր, որ մարդը օգտագործում է, կամ մարդը չի օգտագործում, կան սերմեր, որոնք, ասենք, երբ որ ցանվում են, ծլում են, չէ, եւ որոշակի, ասենք, արդյունք են ստեղծում։ Ինչ-որ բույս առաջանում, ծառ առաջանում եւ մնացած բաներ, անգամ մարդ, դա էլ է սերմից, կենդանի, չէ։ Եւ տեսնում ենք հստակ է այս օրենքը դրված է, որ ինչ տեսակ սերմ ցանվեց, այնն այդ տեսակ, ասենք, արդյունքն էլ դուրս է գալիս, աճում է։ Եթե մենք օրինակի համար ինչ որ կանաչու սերմ ենք ցանել, ակնկալիք չունենք, որ ծառ պիտի դրանից դուրս գա, չէ, այդպես չի, եւ իրականության մեջ գիտենք, ոնց որ ասած փորձված լինելով, այդ նրա այդ օրենքը, գործող օրենքը, որ Աստված դրել է սերմի մեջ, մեր փորձով գիտենք, ինչ սերմ ցանեցինք, ինչի սերմ ցանեցինք, դա էլ հնձում ենք։ Եթե մեր մարդ ուզում է օրինակի համար ինչ որ մի բան ձեռք բերի, ստանա, ինչ որ մի, ասենք, կանաչի լավ։ Նա ինքը մանա գալիս այդ կանաչու սերմ, ասում է, այս կանաչու սերմը ունեք, չէ՞, ինքը դա ցանում։ Ուրիշ սերմ չի ցանում, ապա բանանելով։ Եվ ստեղ էս ասում, որ ինչ որ մարդը սերմանի, ինչ, դա էլ կհնձի։ Բայց ստեղ արդեն խոսում է հետաքրքիր է, խոսում է մարդու մեջ ցանվող սերմի մասին։ Մարդու մեջ։ Մենք խոսեցինք, ասենք հողի մեջ, գուցե եւ այլը, բայց այստեղ մարդու մեջ, ասում է իր մարմնի մեջ սերմանողը մարմնից ինչ ապականություն կհնձե, հոգու մեջ սերմանողը հոգից հավիտենական կյանք կհնձե։ Փաստորեն մարդու մեջ էլ այո, սերմա գցվում, սերմանող, այսինքն սերմ ցանող, սերմ գցելը։ Եւ ինքը մարդը ոնց որ այստեղ պատասխանատու տեղում է կանգնած, որովհետև ինքն է որոշում իր մեջ ինչ ցանվի։ Ինքը գլխավոր անձ է դառել ինչ որտեղ, որոշող, ոնց որ ասած, դուռ բացող կամ դուռ փակող, թույլ տվող կամ արգելող, չէ՞, որտեղ ասում է իր մարմնի մեջ սերմանողը եւ իր հոգու մեջ սերմանողը, այսինքն կարա մարդը բան թույլ տա, որպեսզի մարմնի մեջ սերմանվի, կարա մարդը թույլ տա, որ հոգու մեջ սերմանվի։ Մարդու ձեռքին է, իրականության մեջ որպես անձ, ոնց որ ասած, այդ բանը ունենք։ Մենք կարող ենք ոնց որ բանը, որ այդ բանը դրսևորենք, ինքնուրույնությունը, ոնց որ ասած, անձի։ Եվ այստեղ երկու տեղ ցույց տրվեց փաստացի, որ մարդու մեջ կարա ցանվի, մարմնի մեջ եւ հոգու մեջ։ Եվ արդյունքի մասին էլ խոսեց, որ մարդը կարող է ցանել, երբ որ ցանվի դա մարմնի մեջ, ապա դրա հնձածը, այսինքն դրա արդյունքը պտուղը, դրա հետևանքը ապականությունն է։ Ասում նա կհնձի, բայց ինչ կհնձի ապականություն։ Իսկ եթե նա հոգու մեջ սերմանի, սա մեկ ուրիշ տեղ է։ Ասում նա հավիտենական, հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Այս էլ մեկ այլ տեղ է։ Եվ դրա համար ասենց այս բացահայտում է, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այո, մարդն էլ է, մարդու մեջ էլ է ցանվում, եւ մենք գիտենք, օրինակի համար, եթե ուզում ենք կռահենք դա, ասենք, ինչն է, որ մարդու մեջ սերմանվում է,
մենք գիտենք ինչն է, որ մարդուն օրինակ ասում հավիտենական կյանք չէ կհանձի, ինչա ցանվում կամ ինչ ընդունելով է մարդը իր մեջ դառնում հավիտենական կյանքի տեր կամ նրա մեջ հավիտենական կյանքի ասենց ասած կողմերն են դրսևորում սրբություն, արդարություն, ճշմարտություն, չէ՞, ինչն է դա գիտենք, օրինակ Աստծո խոսքը, Աստծո ճշմարտությունը։ Պետրոս Առաքելը իր նամակում ասում է դուք ձեր մեջ այդ սերմը ցանվեց, Աստծո հավիտենական բանը, անապական սերմը եւ դուք որդիներ որպես Աստծո ծնվեցիք հավիտենական կյանքի համար։ Շատ տեղերում սերմնացարանի առակի մեջ, այլ տեղերում խոսքը չէ, որպես ներկայացնում է ցանվող սերմ եւ պտուղ բերող սերմ։ Հետևաբար մարդու մեջ կարելի ասել այսպես, ոչ միայն խոսք, այլ ընդհանուր ինֆորմացիայի մասն է խոսքը, տեղեկություն, տեղեկատվություն գուցե հայերեն տենց ասենք, ինֆորմացիա։ Ինչու եմ ասում, որովհետև խոսքը ինֆորմացիայի տեսակ է։ Երբ որ խոսում են ինֆորմացիային, չէ, փոխանցում։ Դու ականջովդ, այս գայարանովդ լսում ես, դա մնացածը արդեն քո հետ կապված այդ բանը, ասենք ոնց որ քո վերաբերմունքն է, այս լսածդ ընդունեցիր, թե լսածդ օրինակ մերժեցիր։ Ցանվեց քո մեջ, թե օրինակ չցանվեց, թեկուզ ասես չի, որ անմիջապես լսեցիր, վերջ ուրեմն ցանվեց։ Չէ, դու որտեղ ասում ես իր մարմինի մեջ, այսինքն մարդը կարա թողնի որ ցանվի, կարա ինչպես ասեցի, արգելվի որ արգելի։ Եվ բայց խոսքը միակ ինֆորմացիայի, ասենք փոխանցման կամ միակ սերմը չի կարելի ասել։ Որտեղ կա դերս օրինակ Մատթեոս 13-րդ գլխում, ես կարամ հիշեցնեմ խոսքը 13-ի 14-ից 16-ում, ուղղակի բանավոր հիշեցնեմ, ժամանակը քիչ է։ Տերը այսպեսի բան ասեց, որտեղ շատերի սիրտը թանձրացավ եւ իրենց աչքերը փակեցին, ականջները խփեցին, որ ասում է ականջով չլսեն, աչքով չտեսնեն, որ հանկարծ սրտով իմանան, ետ դառնան եւ ես նրանց ինչ անեմ, բժշկեմ։ Ուրեմն այստեղ օրինակի համար տեսնում ենք մարդը միայն ականջով լսելով չի, որ իր մեջ ինչ որ մի բան է ընդունում, հոժարվում եւ օգնում է, որ ինքը ինչ անի, ապաշխարի եւ բժշկվի։ Ականջով լսեն, ինչ, աչքով տեսնեն։ Այսինքն սերմ կա, որ աչքերով տեսնելով ես դու ընդունում։ Ինֆորմացիա։ Աչքով ինֆորմացիան չես տեսնում, ասկով պատկեր ես տեսնում։ Այդպես չի։ Ընդհանրապես ներ զգայարանները նրա համար է տրված, որ այդ ինֆորմացիաները ընդունենք, անգամ ինֆորմացիա կա, որ դու աչքով չես ընդունում։ Օրինակի համար քո հոտոտելիքը այդ էլ է ինֆորմացիա, որ դու ընդունում ես, չէ՞, հոտ ես առնում։ Քո քիմքը համի, չէ՞, բանն է։ Դու այդ ինչ որ մի բանի համն ես առնում։ Դրանք ինֆորմացիաներ են, որ դու ընկալում ես, կարողանում ես այդ զգայարաններով ընկալել։ Աչքով ես ընկալում, ականջով ես ընկալում, ձեռքով ես ընկալում, անգամ առաջի Հովանու առաջի գլխում, նամակի առաջի գլխում Պողոս ասում է, մենք կյանքի կներեք, պետ Հովանես ասում է, մենք կյանքի բանին տեսանք, անձամբ տեսանք, ասում է, լսեցինք, տեսանք, ինչ արեցինք, շոշափեցինք, էս էլ է բան, ընկալելու միջոց, ինֆորմացիան ընկալելու միջոց։ Ինչևից է, ինչ եմ ասում, այո, զգայարանները, որ դռներ են, կարելի ասել քո, որով դու ներս ես տանում, ընկալում ես ինֆորմացիան, դրա համար եմ ասում, բայց շատ ժամանակ այո հիմնական ընկալման ոնց որ միջոցը լսել հավատքը լսելուց է, լսել է ինչ Աստծո խոսքից, այո, լսելը շատ մեծ տեղ ունի, ասենք այդ կարևոր ինֆորմացիան ընկալելու, ընդունելու եւ պտուղ բերելու համար։ Բայց առաջ գնանք, ամենայն դեպս ասացի, որ հասկանանք, մենք այո տարբեր ոնց որ զգայարաններով կարանք ինֆորմացիան net ինֆորմացիան սերմա, որ կարա ցանվի մեր մեջ։ Մենք կարանք պատկերին նայենք, ինֆորմացիա ստանանք մեր մեջ, դա ցանվի, կարանք խոսք լսենք, ինֆորմացիա որպես ցանվի մեր մեջ, այդպես կարելի ասել։ Եվ ընդհանրապես աշխարհն էլ է հասկացել, եւ Սուրբ Գիրքը առավել եւս մեծ sense բացահայտումներ լուսավորություն է տալիս, որ շատ կարեւոր է այսօր այդ հարցը, այդ ինֆորմացիայի հետ կապված հարցը, եւ անգամ աշխարհի մեջ sense բան կա, ոնց որ ասած նշանաբան կամ թեզ, որ ովքեր տիրապետում են ինֆորմացիային, նրանք տիրապետում են աշխարհին։ Այսպես է։ Եվ տեսնում ենք, ասենք
Սուրբ Գիրքը ինչ է օրինակի համար ասում, ասում օրինակի համար տարբեր տեղերում, օրինակ չար ընկերակցությունները ապականում են ինչը բարի բարքերը։ Այսինքն այն ինչ որ տեսավ, լսեց, ազդվեց այդ մարդը։ Իր կյանքի փոփոխություն կատարվեց դեպի վատը, չէ՞։ Չար բան տեսավ, չար բան լսեց, չար բանի հետ շփվեց, առնչվեց ու հոժարվեց, որտեղ ընկերակցությունն է, ընկերությունը, եւ ինքը փոխվեց։ Չար բան տվեցին մարդկանց, չար օրինակ դրվեց, վատ օրինակ դրվեց, նայում ես երեխեն մեկ էլ սկսել է վատ բաներ անել, ծնողը գլխի անգնում ինչ որտեղ էսի ում հետ է շփվում, ում հետ անկերություն անում, չէ՞, ինչ է լսում։ Կամ պատրաստ չի ում հետ բանանի։ Եղել է շատ եմ լսել ծնողներից, որ ասում են, էսի այսօր ինչ է տեսնել տենաս բանով, ասենք հեռուստատեսությամբ կամ այդ ինֆորմացիոն միջոցներով, հեռախոսով կամ բան նայել։ Որտեղ վրաց վարքագծի վրա ինչ արե ազդել է։ Այսինքն սերմ են դրանք, որ ընկնում են ու ստեղ ասում են քցեցիր ինչ կլինի, անպայման ինչ ես անելու, հնձելու ես։ Եթե դու հոժարված ես դրա հետ, համաձայնված ես, ինքը իր պտուղը բերելու է անպայման։ Արդյունք քննելու է։ Չարի ծառաներն էլ էս իմանալով իրանց ծրագիրը հենց դրա վրա են հիմնված կառուցում։ Տարիների մեջ իրանք սերմում են, որ վերջ հասարակություն, ժողովուրդներ, ազգեր, պետություններ փոխեն իրանց ուզած, ասենց ասած, վիճակի բերեն։ Եվ անարդյունք, անիմաստ գործ չի, որտեղ տեն մենք աշխարհը փոխեցին իրոք։ Փոխել են աշխարհը։ Այն որ բարի էր, դրական էր, ճիշտ էր, արդար էր, ամոթալի են սարքել, մերժելի են սարքել, հետամնացություն են դարձրել, դա լրիվ սերմանելով է, գործ աշխատանք անելով է։ Այն ինչ որ անսուրբ էր, պիղծ էր, կեղտոտ էր, նորմալ, օրինական, ընդունելի են դարձրել հասարակության մեջ։ Իսկ այն ինչ որ բարի էր, ճիշտ էր, արդար էր, լավն էր, խրախուսել էր, հակառակ ամոթալի է դարձվել։ Լրիվ աշխատանք է, որ մարդիկ փոխվել են։ Դրա համար այստեղ հենց այս բանը ասում է, տեսեք ինչ որ սերմանում է, վերջի վերջո դա աճում է ու բերում է պտուղ ու հնձվում է։ Հնձել նշանակում է վերջնական հասուն պտուղ ունենալ եւ այդ պտուղը քաղել, չէ՞ այդպես է նշանակում։ Դրա համար էսի լուրջ բան է, շատ լուրջ բան է։ Տերն էլ է գործում իր այդպես։ Չարն էլ ինչ որտեղ գործում է, այո։ Դե Տիրոջ մոտ էս կապ, դե անպայման ասում է, ոչ տնկողն է մի բան, ոչ ջուր տվողը, այլ Աստված, որ ինչ անում, աճեցնում է։ Անպայման Աստծո ներգործություն պետք է լինի։ Դա այդպես է։ Բայց ամեն դեպքում տեսնում ենք, տեղեր կա Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր, օրինակ Մատթեոս 16-ի 6-ում ու 12-ում, 16-ի 6-ում ասեց. «Զգույշ կացեք փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»։ Հետո երբ որ աշակերտները դա չհասկացան, իրանց թվաց թե հացի հարց է Տերը բարձրացնում, Տերը բարկացավ իրանց վրա, հանդիմանեց, որտեղ նոր էր ինքը հազարավոր մարդկանց մի քանի ածով, մի քանի ձկով կերակրե, ու իրանք այդ խնդիրը տեսնում են խնդիր, բայց Տիրոջ համար ասես մի թե իմ համար խնդիր է դա, որ դրա համար անհանգստանամ ձեր ինչ որ մի բան ասեմ։ Ինչ արեց, ասեց հասկացան, որ ասում է 6:12-ում, ասում է արդեն 16-10-ում, ինքը խոսում էր փարիսեցիների եւ սադուկեցիների ինչից վարդապետությունից։ Այսինքն զգուշացնում էր, որ զգուշ եղեք, որ լսեք, կարա այդ խմորի նման է նաեւ դա։ Ոնց որ խմորը թթխմոր էլի նկատի ունենք։ Զանգվածը, չխմորված զանգվածը սկսում է նվաճել, անցնել, տարածվել, իր նման սարքել, չէ՞, խմորված, այնպես էլ կարա, եթե մարդը ուշադրություն դարձնի, զգուշություն չանի, ինքը կարա, այո, այդ խոսքը, ինֆորմացիան ընդունի եւ այդ խելքի գաղափարի հասկացողության տերը դառնա, մոլորվի ու ապականության գնա, չարիքի գնա, կյանքն էլ փոխվի բնականա դեպի ապականություն։ Եվ դրա համար մարդը պիտի իրոք, ասենք, ինչ է սերմանում, ինքը շատ կարևորություն տա, ուշադրություն դարձնի իր կյանքի մեջ, մեծպիսի գաղտնիք է բացահայտում Մարկոս ավետարանում Տեր Հիսուս Քրիստոսը ներկայացվածը 4:26-29-ում, որի հիման վրա էլ ես իմ վերնագիրն եմ կառուցել, ինքն իրեն աճող սերմ։ Եվ ասում էր, այսպես է Աստծո արքայությունը, որպես մի մարդ սերմը գցե հողի մեջ
եւ գիշեր ցերեկ քնե ու վեր կենա եւ սերմը բուսնե եւ աճե, այնպես որ նա չգիտի, որտեւ երկիրը ինքն իրեն պտուղ է բերում, առաջ խոտ, հետո հասկ, նրանից հետո լցված ցորեն հասկի մեջ, բայց երբ որ պտուղ կտա, շուտով կուղարկե մանգաղը, որտեւ հունցքը հասել է։ Լսեք, խոսում է հետեւյալի մասին, հանկարծ որ սերմը դրվեց բարենպաստ պայմանների մեջ, այսինքն հողի մեջ, չէ՞, ինքը արդեն իր մեջ ունի ոնց որ աճման, այդպես Աստված է դա դրել, օրինակ ցանկացած սերմի համար, ոնց որ իր գենետիկան կա, իր կոդը կա, իր օրենքը կա, որով ինքը պիտի սկսի աճ իրականացնել։ Աճման process-ը ինքներեն էթում է։ Մարդը չի էթում բզբզում, որ օրինակ համար այս տերևը առաջանա, այս ցողունը առաջանա, այս բանը առաջանա։ Մարդը ոչ մի բան չի անում։ Իր միջի օրենքը գործում է, կյանքի աճման սերմի օրենքը գործում է եւ սերմից այդ անպայման էտա դուրս գալ, ուրիշ բան դուրս չի գալ։ Եվ մարդը դեռ ոչ մի չարչարանք ու աշխատանք չունի։ Տոնակ տերև ստեղծելու համար, այս ձևի թող տերևը լի չէ։ Ինքը ասում է քնում է, հլնում է, այսինքն խաբար չի կոպիտ ասած այդ բանից, բայց ինքը սերմը ինչ անում, աճում է։ Հա, բան չունեմ ասելու, մարդը խնամք է տանում, ճիշտ է, բայց իր խնամքը այն չէ, որ բերես սենց անում, այս ցողունը սենց լինի, այս տերևը սենց լինի, պատուղն էլ այս ձևի տեսքի կամ այս գույնի լինի, չէ, իր խնամքը այնքա որ իր ջուր է տալիս, ինչ որ բաներ միջավայր է ապահովում ու պայմաններ է ապահովում, բայց աճը ապահովող խաճը, տեսքը, ամեն ինչ պտուղը, այդ ինքն իրեն ալնում, մարդուց անկախ, քնես, հլնես, այդ ինքն իրան աճում է, քնում, հլնում ես, մեկ էլ տենում ես, այսքան ավելացել է, այսքան մեկ էլ ամիս ասում է, տեսնես, եկա մի բան է դարել։ Ասում սերմը այսպիսին է, այս հատկություն ունի, եւ ինչ եմ ուզում ասեմ, ուզում եմ խոսեմ չարի գործ, ասենք սերմերի հետ կապված, որ մենք զգուշ լինենք, եթե մենք, ասենք ասած, առիթ ենք տալիս որևէ ձևով դուռ ենք բացում, որպեսզի ցանվի մեր մեջ չար սերմեր, վատ սերմեր, իմանանք, որ այդպես գործում է։ Այսինքն, եթե մենք, ասենք ասած, մեր սրտի մեջ ընդունվեց դա, հոժարվեց, մենք ոնց որ ասած դրեցինք հողի մեջ այդ սերմը, հենց սերմը դրիր հողի մեջ կսկսի աճել, այդպես չի, սկսելու աճել։ Եվ եթե 1, 2, 3 ոնց որ խնամ տարվի, ջրվի, անպայման ժամանակի մեջ պտուղ կդրի։ Գաղատացից թուղթը կարդացինք, զգուշ կացեք, մարմնի մեջ սերմանողը մարմնից ինչ ապականություն կհանձի, այսինքն ապականություն, չար բան ես նայել, լսել, հոժարվել, ասենք մտածել, անգամ միտքն էլ ազգայարը բան դառնում, դուր դառնում եւ այլը։ Չար պտուղը, չար արդյունքը ժամանակի մեջ կգա, կհասունանա, կլինի։ 1, 2, 3, ոնց որ ասած, խնամքը տարվեց, պայմանները ստեղծվեց, սերմը իրանից կարողություն ունի աճելու։ Դու քնես, կլնես, ինքը կաճի։ Ու վերջում պտուղ կբերնի, բայց այդ պտուղը չար է, ինչ է ապականությունը։ Դրա համար մենք պետք է շատ զգուշ լինենք, նորից զգուշացնենք ձեզ, որ ուշադրեք ձեր դռները որ կան, ոնց որ ասած ձեր զգայարանները, որ Աստված ստեղծել է, այդ դռներով ինչ եք ներս թողնում։ Թեպետ ուշադիր եղեք, բաներ կա մարդը իրենից կախվածը, բաներ կա իրենից կախված չի, բայց մի տեղ էլ կա, որ ամբողջությամբ իրենից է կախված։ Հիմա բացատրեմ։ Տեղ իրավիճակ կա, որ դու կարաս քո աչքը չարությունից հեռու պահես։ Վատ ֆիլմ է, վատ հաղորդում է, վատ միջավայր է, վատ խոսակցություն է, զրույց է, միջադեպ է, այլ հեռացի։ Դու կարաս հեռանաս։ Իրավիճակ կա, դու չես կարա։ Դու նենց իրավիճակում ես, որ ասենց անկախ քեզանից դուրս ես եկել, տեսար, աշկը տնկավ, ականջդ լսեց։ Եթե անկախ քեզանից եղա, ոչ թե դու տվեցիր ականջդ դրան, հոժարվեցիր, այլ չէ՞ ծննում է, չէ՞, որ այստեղ, այսինքն այս իրավիճակում քեզանից բանը կախված չի դառնում։ Այնտեղ քեզանից կախված է։ Դու կարաս մերժես, կարաս չմերժես։ Այստեղ հանկարծակի ստեղծել։ Հիմա բան տեսնելը, լսելը եւ մնացած բան, բայց հոժարվելը, այ հոժարվելու հարցը ամբողջությամբ մեր ձեռն է։ Այստեղ չի ելնի հանկարծակի հոժարվեցի։ Հանկարծակի բանը, ոնց է ասած, անկախ ընձնից հոժարվեցի, անկախ քեզանից հոժարվել չկա։ Անկախ քեզանից տեսնել կա, անկախ քեզանից լսել կա, որ հանկարծակի եղավ ու դու չեր սպասում ու քո աչքը տեսավ, քո ականջը լսեց, անգամ ելնում է բան ես թերթում, հեռախոսով բան ես, մեկ կեղտոտ պատկեր է գալիս, մի կեղտոտ ինֆորմացիա է գալիս, դե քեզնից անկախ է, դու տեսար, դու լսեցիր, այդ սերմ էր։
Բայց անկախ քեզանից չի արդեն էդի ընդունելը կամ էդի մերժելը։ Դու դեռ լուրջ մարդ ես, լուրջ ոնց որ ասած բանանող ընթացք տվողն ես քո կյանքի հետ կապված։ Մտնի քո սրտի մեջ, թե մերժվի քո կողմից։ Եթե հոժարվում ենք, ինքը դրվում է սիրուն լավ հողի մեջ կոպիտ ասած, ոնց որ սերմը դնես ու սկսում է սերմը աճել։ Մեկ երկու շատ հոժարում ես, սկսում է ջրվել։ Ըլլում է էլի, որ ասենք դրանց հետ կապված եւ հետո պտուղ կտա անպայման։ Հակոբոսը առաջի գլխում իր նամակի 14-ից 19-ում ինչ է ասում է եթե մեկը փորձում է, թող չասի, չէ, Աստվածայնության փորձում, այսպեսի բան է, բացատրում է, թե ոնց է այդ փորձանքը, այսինքն մեղքի մեջ ընկնել ավելի ճիշտ կատարում։ Ասում է ցանկություն է առաջանում, չէ, այսինքն ցանկությունն էլ կամ լսելով է, տեսնելով է, մի ձևի այդ ինֆորմացիան, ցանկություն առաջացող ինֆորմացիան քեզ բան արեց, մղեց, որ ցանկանաս։ Դու տեղ եթե հոժարվեցիր այդ ցանկության, այդ ցանկությունը ինչ անում, սկսում է այդ համապատասխան սերմը, որ ցանկություն է, աճել։ Ասում է հղիանալով, աճելով ինչ անում, մեղք է գործում։ Երբ որ մեղք էլ կատարում է, մահն է լինում։ Մեղքն էլ գործում է, մահն է կատարում լինում, չէ՞։ Այսինքն տեսնում եք, դա process է, ընթացք է։ Չենք ասում այսպես ասած չի կարելի կանգնեցնել այդ process-ը, չէ, բայց եթե մարդը չկանգնեցնի, դա իր ինչ որ ասած մարմնի մեջ ցանողա, չէ, ապականությունը անպայման իշկանի կհնձի։ Այդպես է հատկապես ուշադրեք սուտ վարդապետություններին։ Մեկ ասենք հարց առաջանում, մարդ ես տեսնում, մեկ էլ դու որ ասենք ասած չգիտես իր պատմությունը, կյանքին ծանոթ չես ինչ-որ ձևով, ինչ-որ բաներ, ուղղակի ասենց երևույթ ես նայում, հանկարծակի այս մարդը ծռվավ, աննորմալացավ, ասեց աննորմալ բաներ խոսել ու մտածել, հոգևոր բաներ։ Որ խիստ հանկարծակի եղավ, բայց դա մեր համար է հանկարծակի։ Իրականության մեջ ցերմա ցանվել է, իրան դարձրել է այդ վիճակին։ Պտուղը մենք ուղղակի պտուղն ենք տենում, երբ ցանվեց ինքն է ցանել։ Որտեղ է ցանել, ոնց է ցանել, մենք տեղեկացված չենք։ Մենք իր ոնց որ ասած իրան աստված չենք, որ իր ամեն վարքյանը իմանանք, հասկանանք։ Ինքը իր հոգին ինքը։ Ուտես կա, օրինակ ես վերջերս մեկի հետ կապված բաները խոսում, որ ծռվել էր իրոք։ Սուտ վարդապետությունների մեջ, սուտ մարգարեությունների մեջ ու ինչ-որ հանկարծակի ոնց էր։ Հետո մարդիկ կան, որ երբ որ վկայություն տվեցին, օրինակ եղբայրը այսօր խոսեց դերեկ բիսի մասին, չէ, որ ինչ վարդապետություն է, ինչ այդ դևերի վարդապետությունը, որ աղոթքեն անում, դևեն անում, բան Սուրբ Հոգով մկրտված մարդիկ ընդունում են, որ դա խոսքով եղբայրը խոսեց։ Հա, օրինակ մարդ կա, մեկ էլ լսում ես այդ ասենք ինչ որ առիթ ա եղել զրույցի մեջ, ինքը բացվել է, որ ես իրան լսում եմ։ Այդ ինչին լսում եմ։ Ոչ թե այդ մենակ այդ ինչին, այս ինչին էլ եմ լսում, մի հատ ուրիշ ծռվածին, այն ինչին էլ եմ լսում։ Ինչ որ հարց ա եղել անգլերենի հետ կապված հասկանալու հարց, դե ես հասկանում եմ անգլերենը, հոգևոր թեմաները, որ լսում եմ, անգլերենով հասկանում եմ։ Ոնց ես հասկանում։ Սրան եմ լսում, նրան եմ լսում, հասկանում եմ, ու ասում եմ ումն է լսում։ Բայց մենք չգիտենք, տեղյակ չենք։ Մենք մենակ տենում ենք իր ծռվել է, աննորմալությունները արդեն։ Այսինքն պտուղ է բերե, ցանվեց։ Էդի հպարտությունը, այդի ինչ ասեմ, ավստամբությունը, շատ-շատերին քանի անգամներ ասենք, հեռու մնացեք, գործ չունեք։ Անգամ Տերը հայտնություն է տալիս, որ շատ արագ է լինելու այդպիսների հափշտակվել այդ մոլորեսնողների կողմից, խավարից ձայնը ձեռքա դուրս գալիս ու նրանց հափշտակում է։ Բայց մարդիկ Տիրոջն են փորձում, ինքնավստահ են եւ այլը, եւ պտուղը տենում ենք։ Ցանվել է, մենք մենակ հնձելն ենք տենում։ Ինչ որտեղ։ Չէ, մենակ հնձելը չէ, ընթացքում էլ բաներ ենք տենում, բայց այդ աշճան չենք տենում, բայց երբ որ հասունանում է պտուղը, ոնց որ ասած լավ երևում է, էլի։ Ինչ որ նախանշաններ տեսել ենք ինչ որ բաներ։ Համենայն դեպս էսա զգուշ եղեք ժողովուրդ ջան։ Այդ շատ կարևոր է, ինչ եք ցանում ձեր մեջ եւ ուր է գնում։ Եթե մարմնավոր բան է, մարմնի համար է, մերժեք, որտեվ ապականություն կհնձվի։ Ասում Աստված չի ծաղրվում։ Այսինքն չի կարա ծաղրվել էս կլինի։
դու չար բաներին աշտաս, ակաշտաս, սուտ վարդապետություններ, չար բաներ, երևույթներ, ասենք հաղորդումներ, տեսարաններ եւ այլ վատ բաներին, մեկ էլ ոչ մի պտուղ չտա ձեր մեջ։ Օժարվեք, հավեսով նայեք, հավեսով ուշադրություն տա, ոչ մի արդյունք չլինի։ Այդտենց եղել են մարդիկ։ Փաստացի օրինակներով եղել են, որ մարդը ինչ որ վատ, ասենք, թեմաների է ուշադրություն դարձրել, նկարների եւ այլը, ասել են վրա չի ազդում։ Հետո ինքը կին լինելով ինչ որ սկսել է նամյոկներ անի, առաջարկներ անի։ Հասկանում եք։ Բայց ասել է մինչև այդ ասում են վրա չի ազդում։ Ես նայում եմ, բայց չի ազդում վրա։ Ոչ չի ազդում, արդեն միտքը ծռվել է։ Ախի ծռվա միտքը, մինչև այդտենց չէր։ Մարդիկ կախարդության են մասնակցում, հիշում եմ Լուսակերտում տես դեպք եղավ։ Այդ մտքով որ մենք հավատացյալ ենք, մենք քրիստոնյա ենք, ապսե են պտտեցրել։ Մեր վրա չի ազդի։ Սերմերկը շատ արագ է, գիտեք պտուղը տալիս։ Այդ կախարդության ինֆորմացիան որ գալիս, այդ մեծ արագ պտուղ է տալիս։ Սերմերկը մի քիչ ավելի գիտեք, այտենց պրակտիկայում էր, այսինքն բնության մեջ է, սերմերկը գցում է շատ արագ է, ծառկա ուզում ես աճեցնես, այնքան դանդաղ աճում, ծառկա մի տարում տալիս, ասում է, ես իմիշ կամ։ Հիմա սերմերել կա հոգևոր դաշտում, չար սերմեր, այնքան արագ է աճում։ Ու դիվարվեցին անմիջապես այդ մարդիկ, դիվական ազդեցություն եկավ իրանց վրա, ուղղակի Աստված ողորմություն արեց, Մելազախպուրի հետ միասին գնացինք, ողորմություն եղավ այդ մարդկանց։ Բայց դիվարվեցին, ազատվեցին հետո։ Էլի տես դեպքեր կա։ Այսինքն որ ասում մի ծաղրեք, Աստված չի ծաղրում, այսինքն այդ օրենքը կարգը դրված է, սերմը ընկավ, իր բնույթի համապատասխան պտուղը պետք է տա։ Չար սերմը չար պտուղ է բերում, բարի սերմը բարի պտուղ է բերում։ Վերջացավ։ Մի խաբվեք։ Եվ մի փորձեք Աստծուն, գուցե ինձ ոչինչ չպատա, ինչպես այդ օրինակը բերեցի, ասում են մեզ ոչինչ չի պատա, որտեղ մենք քրիստոնյա ենք, հավաքույթի ենք, այդտեղ քրիստոնյա ենք, բայց պատահեց։ Այսինքն հենց դա ծաղրում են Աստծուն, էլի։ Տեր ասում է, սենց կլինի, իրանք ասում են, չէ, չի լինի։ Այլ գցում են Աստծո վրա, Աստված մեզ կպայի, բայց Տերը այդպես գառանտիա չի տվել։ Դրա համար այն սահմանները, որ դրած է, մի անցեք, ժողովուրդ ջան։ Եվ աշկ մի տվեք, ականջ մի տվեք, ձեզ գայարանները, ձեր ոնց որ ասած սիրտ տանող դռները մի բացեք չար բաների առաջին։ Վարդապետություն կլինի, պատկերներ կլինեն, երևույթներ կլինեն, կինոներ կլինեն, չգիտեմ, կախարդությունը, տարբեր խոսակցություն ու զրույցներ կլինեն։ Բացեք հոգևոր հոգու համար ձեր համար, ոնց որ հոգու համար բացեք, որ ցանվի, Աստծո հետ կապված բաները։ Ճշմարտություն, արդարություն, սրբություն, Աստծո խոսք, ավետարան, այդ բացեք, թող ասում եմ անպայման պտուղ է, այդտեղ էլ անպայման պտուղ տալու, անպայման պտուղը կտենակ, հոգու մեջ սերմանողն էլ հոգուց ինչ հավիտենական կյանքի համար բաներ կհանձեն։ Եվ եթե մարդը մի կարճ ասեմ ու վերջացնենք, որտեղ ժամանակն է մոտենում, եթե մարդը ընդունել է այդ չասերմը, շատ կարևոր է ինչպես դրանից ազատվի։ Եթե անգամ եթե արդեն գուցե ոնց որ արմատակալել է, ցողուն է տվել, պտուղ դեռ չի բերել, կամ թեկուզ անգամ պտուղ է բերել։ Բնականաբար բանը դրա ձևը էսա, ոչ թե մարդ ուղղակի պիտի հասկանալով ասի դե լավ, էլ չեմ անել, տես բաներ չեմ նայել, տես բաներ ուշադրություն չեմ դարձնի, չէ, դու արդեն սերմը ընդունել ես, քո մեջ այդ սերմը կա, դու մինչև դրանից չազատվես, հարմար իրավիճակում եթե աշխատելու է պտուղ է բերել։ Եղել է իրավիճակ, որ 10 քանի տարվա, համարյա 20 տարվա անցած մի երևույթի մասին, ասենք Տերորդնի մեր Միլազախպուրը, իրան հետ խոսացել եմ, ասել եմ, այս ինչ մարդու հետ կապված այս հարցերը լուծված են, ասել է լուծված չի կարա լինի։ Ասում եմ, խի, ասել է գնա հարցրու իրան։ Եթե ինքը անկեղծ լինի, կասի, որ նորից շատ նույն բաները իրան անհանգստացնում են։ Ասում խի, որտեղ ասում է, այն ինչ որ պետք էր, ինքը չարեց, այդ սերմերը մնաց, ճիշտ է, զղջաց, այս փոշմանեց, էլ չեմ անի բան, բայց այն լուրջ պահանջվող ապաշխարության քայլեր, այսինքն հեսա կասեմ, Հիսուս Քրիստոսի, ոնց որ ասած, խաչի գործով այրունի հեղումը, որ Քրիստոսի այրունով մաքրվեն, դա չարեց։ Ու քանի տարվա անցած գնացել եմ, հարցել եմ, ասել եմ անկեղծ եղ, այս բաները էլի կա քո մոտ, ասել է հա կա։
Չի դուրս եկեց սերմը։ Տերը տեղ գնաց, ասեց, տեղ ուղարկեց իր աշակերտներին, ասեց, երբ որ կեթակ խոսեք, այն հակառակվողները, որ չեն ընդունի, վերջում ձեր ոտքերի փոշին էլ թոթափեցեք, ասեք, չէ, թոթափում ենք, դες փոշին էլ ձեր քաղաքից, ձեզանից մեր հետ չտանենք։ Բայց իմացեք, որ երկինքի արքայությունը մոտեցել, այսինքն այն փոշը հատիկն էլ չմնա, որտեղ էդի ոնց որ ասած, եթե ձեզանից մի բան տանենք այդ հակառակվողներից, հանկարծ ուշադրի չլինենք, հոժարված լինենք, տանենք, էդի խնդրեմ է մեզի դառնալու։ Ասես էդի սիմվոլիկ էր, ոտերի փոշին էլ ինչ թոթափեցիք։ Ամեն ինչ, ոչինչ չտանեք այդպիսիներից, ոչինչ չընդունեք այդպիսիներից։ Անկամ որ վեճով ա եղել, կռիվով ոնց որ բանավեճ ա եղել, չեն ընդունել, հակառակվել են, այդ հակառակության մեջ կարող դու մի բան վերցնես։ Եվ դրա միակ ձևը սա է, նորից եմ ասում, մարդը պիտի լուրջ զղջա, խոստովանի իր այդ գործ արածի համար, ընդունածի, հոժարվածի համար, խնդրի Տեր Հիսուս Քրիստոսի արյունը մաքրի։ Մենակ Քրիստոսի արյունով այդ մաքրվում, արմատախիլանում դուրս շպրտվում քո սրտից։ Ուրիշ ձև չկա։ Եթե դու ասես էլ չեմ անելու եւ այլ, դրանք ձև չեն, դա մնացել է, արդեն դա եկել է քո սրտի մեջ, դա պետք է հանվի քո սրտից։ Դա մենակ Քրիստոսի արյունով է հանվում։ Ճիշտ խոստովանությունով, անկեղծ խոստովանելով, խնդրելով Աստծուն, որ Տերը մաքրի սրտի։ Եվ վերջի ժամանակներում սրա վրա ավելի աշխատում չարը։ Այսինքն ինքը պրծում ապականում աշխարհը միջավայրը հենց ինֆորմացիայի միջոցով։ Տարբեր տեսակ պատկերով ինֆորմացիա տալով, լսելով ինֆորմացիա տալով եւ այլ, ինչով կարա ինֆորմացիա տա։ Խորհրդանիշներով ու այլ բաներով։ Ահա ոդքան ենք։